Հարգելի հայրենակիցներ, ահազանգում ենք հանրությանը առ այն, որ մեր ընտանիքին պատկանող, օրենքի ուժով ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող քաղաք Երևան Ավանդուրյան թաղամաս բնակարանը անհայտ անձինք նախատեսում են իրացնել Երևանի ապրանքային բորսա ՍՊ-ի հարթակում սեպտեմբերի 29-ին նախատեսվող բաց աճուրդի ընթացքում քաղաք Երևան Սայաթնովա պողոտա 40 շենք 82/31 հասցեում անհայտ կեղծ կարգավիճակով հավանաբար կամ որպես Ամիոբանկ ՓԲ-ի կամ Անահիտ Սիմոնյան ՍՊ-ի կամ այլ անձի իբր սեփականության իրավունքով պատկանող գույքի կեղծ կարգավիճակով եւ հորդորում ենք ձեռնպահ մնալ ապօրինի գործարքներին մասնակցությունից եւ դրանց կործանիչ հետևանքներից։ 2025 թվականի սեպտեմբերի 11-ին ժողովուրդ թերթում հրապարակվել է BST ՍՊ-ի կողմից աճուրդի հանված գույքերի ցուցակ, որում պատահականորեն հայտնաբերվել է մեր ընտանիքին պատկանող բնակարանը, որը իրականում ունի 2 օրինական իրավահավասար համասեփականատերեր, 4 օրինական օգտատերեր եւ 2 ժառանգներ եւ գոյություն չունեն օրենքով նախատեսված որևէ փաստաթղթեր, դատական վճիռներ կամ որոշումներ, որոնց հիման վրա որևէ մեկը իրավասու է խախտել մեր ընտանիքին պատկանող բնակարանի անձեռնմխելիությունը, խաղալ հանրության առջև հարգաժան մեր ընտանիքի պատվի եւ արժանապատվության հետ եւ կամայականորեն դարձնել ապօրինի աճուրդի առարկա, բազմիցս տեղահանված ունեզրկված մեր ընտանիքի սեփական միջոցներով ձեռք բերված եւ Հայաստանի Հանրապետությունում մեր ընտանիքի գոյության միակ միջոցը հանդիսացող բնակարանը։ 2025 թվականի օգոստոսի 8-ին մեր բնակարանի համասեփականատերերից միայն մեկի հայրիկիս Շե Գևորգյանի անունով ստացվել է Ամիոբանկ ՓԲ-ի խնդրահարույց ակտիվների վերականգնման ծառայության ղեկավար Ա. Հարությունյանի կողմից ուղարկված ծանուցումը, որով վերոնշյալ անձը առանց օրենքով նախատեսված հիմքերը ներկայացնելու հայտարարել է, որ բանկին ի սեփականություն է անցել մեր բնակարանը եւ ներկայացնելով իր գրությունում մեր ընտանիքին պատկանող բնակարանը անհայտ անդեմ կարգավիճակով եւ ապօրինաբար վերագրելով հայրիկիս Շե Գևորգյանին այդ բնակարանի իբր գրավատու դերը բռնի ուժի կիրառման սպառնալիքներով պահանջել է հայրիկիցս Շե Գևորգյանից ազատել բնակարանը ոչ ուշ, քան 30 օրերի ընթացքում։ Իսկ մեր ընտանիքի մնացած անդամների, արժանավոր Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից, ողջ մարդկանց, բնակարանի օրինական երկրորդ համասեփականատիրոջ, օգտատերերից եւ ժառանգներից գոյության եւ իրավունքների փաստը Ամիոբանկ ՓԲ-ի ներկայացուցիչն ուղղակի բնաջնջել է։ Հայրիկս Շե Գևորգյանը չէր կարող հանդիսանալ եւ չի հանդիսացել մեր բնակարանի գրավատուն, քանի որ ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքի գրավը հնարավոր չէ առանց բոլոր համասեփականատերերի եւ սեփականատեր չհանդիսացող, սակայն օրենքով նախատեսված հիմքերով գույքի տիրապետման իրավունք ունեցող անձանց գրավոր համաձայնության։ Ինչպես նաեւ մեր բնակարանի օրինական համասեփականատերերն, օգտատերերն ու ժառանգները չպետք է ունենան ոչ մի գործ առնչություն Ամիոբանկ ՓԲ-ի հետ, քանի որ մեր ընտանիքի անդամներից ոչ ոք երբևէ չի ունեցել գույքի գրավի դեպքում օրենքով նախատեսված քաղաքացիական իրավական պայմանագրային հարաբերություններ ոչ Ամիոբանկ ՓԲ-ի, ոչ էլ դրա իրավանախորդի Հայ Բիզնեսբանկ ՓԲ-ի հետ։ Մեր ընտանիքին պատկանող բնակարանը, որը 2010 թվականի նոյեմբերի 12-ից գտնվում է աննախադեպ ապօրինի գրավի տակ, Հայ Բիզնեսբանկ ՓԲ-ի Արցախ մասնաճյուղում խաբեությամբ, խարդախությամբ գրավադրել է Անահիտ Սիմոնյանի ՍՊ-ի տնօրեն Անահիտ Սիմոնյանը, ով նույն օրը քաղաք Երևանի անհայտ վայրում իր եւ Հայ Բիզնեսբանկ ՓԲ-ի Արցախ մասնաճյուղի կառավարիչ Վարդան Մելքոնյանի միջև առանց նոտարական վավերացման կամ այականորեն ստորագրված վարկային պայմանագրում ապօրինաբար կպցրել է մեզ պատկանող բնակարանը իրեն պատկանող շարժական առարկաներին, որոնք ստացել են անշարժ գույքի կեղծ կվորակավորում, մեկ այլ պայմանագրում Էրեբունու նոտարական տարածքի նոտար Անահիտ Ղազարյանի վավերացմամբ եւ այսպիսով մեր ընտանիքին պատկանող բնակարանը Անահիտ Սիմոնյանին պատկանող անշարժ գույքի դերը կրող կացաների, սալյակների եւ այլ նմանատիպ առարկաների կազմում առանց մեր ընտանիքի անդամների իմացության ապօրինաբար ներգրավվել է վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի ծրագրում իբր Հայաստանի Հանրապետությունում փոքր եւ միջին բիզնես զարգացնելու համար։ Ավելին, ի հայտ եկած Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության, կադաստրի կոմիտեի, դատարանների, ԴՀԿ ծառայության վավերացման փաստաթղթերից պարզվեց, որ մեր ընտանիքի անդամների թիկունքից մեր բնակարանին հատկացվել են իրավաբանական անձին պատկանելիության եւ Անահիտ Սիմոնյան ՍՊ-ին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի ապօրինի կեղծ կարգավիճակները։ Մասնավորապես դատավոր Է. Ամալյանի 2013 թվականի մարտի 7-ի վճռից պարզվեց, որ բացի հայտնի անշարժ գույքի գրավադրման պայմանագրից, որով խարդախությամբ գրավադրվել է մեր ընտանիքին պատկանող բնակարանը, առկա է եւս մեկ անշարժ գույքի գրավադրման պայմանագիր Անահիտ Սիմոնյանի ստորագրությամբ, ինչպես նաեւ պարզվեց, որ 2010 թվականի նոյեմբերի 16-ին Հայաստանի Հանրապետության կառավարությանը առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի տարածքային ստորաբաժանման ղեկավարի կողմից անունը նշված չէր, սակայն ինչպես հետագայում պարզվեց Սեղուկասյանի Հայ Բիզնեսբանկ ՓԲ-ին վերոնշյալ երկու պայմանագրերի վերաբերյալ տրվել է նույն 01018994 թվով համարակալված գույքի գրավի հիպոթեքի իրավունքի գրանցման վկայականների երկու օրինակները։ Մեկը բնակարանի համասեփականատերերից մեկի Շե Գևորգյանի անունով, իսկ մյուսը մեր բնակարանի ապօրինի գրավատու Անահիտ Սիմոնյան ՍՊ-ի տնօրեն Անահիտ Սիմոնյանի անունով։
Պարզ է, որ դա բացահայտ անօրինականություն է եւ նույն թվով համարակալված վկայականների երկու օրինակներն էլ անվավեր են։ Մանավանդ, որ բազմաթիվ ապացույցները վկայում են նաեւ այն մասին, որ Անահիտ Սիմոնյանի անունով վկայականում որպես գրավի առարկա օգտագործվել է մեր ընտանիքին պատկանող բնակարանը։ Իսկ եթե դա այդպես չէ, ապա հարց է առաջանում, թե որ փաստաթղթին է հիմնվել դատավոր Է Ամալյանը, օրենքի հակասությամբ բաժանելով նույն կատարողական թերթի օրինակները, որոնց հիման վրա մեր բնակարանը մեր ընտանիքի անդամների թիկունքից ներկայացվել է տարբեր վարույթներում Անահիտ Սիմոնյան ՍՊ-ին եւ դրա տնօրեն Անահիտ Սիմոնյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի ապօրինի կեղծ կարգավիճակներով։ Ավելին, մեր ընտանիքի սեփական միջոցներով ձեռք բերված Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից միայն հայրիկիս Շե Գևորգյանի անունով ձևակերպված գույքի գրավի հիպոթեքի իրավունքի գրանցման վկայականում, որի շրջանակներում Շե Գևորգյանը հայրիկս ոչ մի վարկ չի ստացել, օրենքի հակասությամբ նշված չէ այդ վկայականի հիմքը հանդիսացող պայմանագրի անվանումը եւ համարը, եւ այդ փաստերը եւս վկայում են այդ վկայականի անվավերության եւ անօրինության մասին։ Խարդախության նախագծի իրականացնողներից է օրենքից, սահմանադրության եւ մարդու իրավունքների սկզբունքներից, որևէ դատական վարույթից, վճռից, որոշումից անկախ գործող Ամիոբանկ ՓԲ-ի անունից ներկայացվող Ոմն Անդրանիկ Էլինյանը, ով չնայած որ դեռ 2011 թվականի գարնանից գոյություն չուներ Անահիտ Սիմոնյան ՍՊ-ն, որը 2015 թվականին գոյություն չունենալու պարագայում, ինչպես դա նաեւ Անդրանիկ Էլինյանն էր հաստատել, սնանկ է ճանաչվել թիվ ԵԱՆԴ 0046-0415 գործի վճռով, ինչպես նաեւ վաղուց գոյություն չուներ հայրիկիս Շե Գևորգյանին եւ մեր ընտանիքին ոչ մի կերպով չվերաբերվող այդ գործի շրջանակներում 2015 թվականի հուլիսի 1-ի դատարանի որոշմամբ հաստատված Անահիտ Սիմոնյան ՍՊ-ի սնանկության գործով ժամանակավոր կառավարչի պաշտոնը իրավունք է վերապահել իրեն հանրության եւ իշխանությունների աչքի առջև 2023-2025 թվականների ընթացքում ներկայանալ որպես Անահիտ Սիմոնյան ՍՊ-ի սնանկության գործով կառավարիչ եւ ենթարկել մեր ամբողջ ընտանիքին ծայրաստիճան դաժան հետապնդումների, ճնշումների, սպառնալիքների, ապօրինի կեղծ վարույթ հարուցելով եւ ապօրինաբար պահանջելով հայրիկիցս Շե Գևորգյանից հանձնել իրեն մեր ընտանիքին պատկանող օրինական բնակարանը։ Ինչպես Ոմն Անդրանիկ Էլինյանի, այդպես էլ Ամիոբանկ ՓԲ-ի խնդրահարույց ակտիվների վերականգնման ծառայության ղեկավար Ա Հարությունյանի անօրինական արձանագրություններից հետևում է, որ Հայաստանի վաստակավոր արտիստ Շե Գևորգյանի էության եւ գոյության փաստը ճանաչվում է իրենց կողմից միայն որպես կեղծիք։ Մեր ընտանիքին պատկանող բնակարանի կեղծ գրավատուի, սակայն ոչ որպես մեր ընտանիքին պատկանող համատեղ սեփականություն հանդիսացող բնակարանի օրինական իրավահավասար համասեփականատիրոջ կարգավիճակում։ Ամիոբանկ ՓԲ-ի խնդրահարույց ակտիվների վերականգնման ծառայության ղեկավար Ա Հարությունյանի ծանոթությունը ոչ այն է, քան Ոմն Անդրանիկ Էլինյանի կողմից իրականացրած մեր ընտանիքի ունեզրկման, իրավազրկման, ոչնչացման ապօրինի նախագծի անբաժանելի մասը, որի շրջանակներում Անդրանիկ Էլինյանը կամայականորեն կազմակերպած ապօրինի կեղծ աճուրդի շրջանակներում ներկայացնում էր օրենքի ուժով համատեղ սեփականության իրավունքով ուրիշին պատկանող բնակարանը կամ անդեմ կամ Անահիտ Սիմոնյան ՍՊ-ին պատկանող գույքի աճուրդի առարկայի ապօրինի կեղծ կարգավիճակներով։ Ոմն Անդրանիկ Էլինյանի նախաձեռնությամբ կազմակերպած ապօրինի աճուրդների արդյունքում Ամիոբանկ ՓԲ-ին ի սեփականություն է անցել ինչ-որ կեղծիք, սակայն չի անցել մեր ընտանիքին պատկանող օրենքի ուժով ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող բնակարանը, որի պատկանելիության եւ որի նկատմամբ սահմանադրական իրավունքների անհերքելի փաստերը ամրագրված են օրինական ուժ ստացած թիվ ԵԱՆԴ 04380212 քաղաքացիական գործով 2013 թվականի ապրիլի 3-ի վճռում, որի օրինակները առկա են թե Ամիոբանկ ՓԲ-ի, թե Անահիտ Սիմոնյան ՍՊ-ի տնօրեն Անահիտ Սիմոնյանի մոտ եւ որով հաստատված են մեր բնակարանի իրական իրավական կարգավիճակը, իրական համասեփականատերերի տվյալները եւ իրավունքները եւ բնակարանի համասեփականատերերին, օգտատերերին եւ ժառանգներին վերաբերվող իրավաբանական հարցերի եւ այդ հարցերում ներգրաված անձանց շրջանակը, որը չի ներառում ոչ Ամիոբանկ ՓԲ-ին, ոչ էլ Անահիտ Սիմոնյան ՍՊ-ին եւ դրա տնօրեն Անահիտ Սիմոնյանին։ Սակայն բանկի ջանքերի շնորհիվ ուղիղ 15 տարի է մեր ընտանիքը Հայաստանի Հանրապետությունում զրկված է մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ամրագրված սեփականությունը խաղաղ տնօրինելու իրավունքից եւ անվտանգ ապրելու հնարավորությունից։ Քանի որ բռնի ուժի կիրառմամբ մեր փախստական ընտանիքին պարտադրում են վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի ծրագրի շրջանակներում Ամիոբանկ ՓԲ-ի եւ ինչ որ գոյություն չունեցող Անահիտ Սիմոնյան ՍՊ-ի տնօրենի միջև ստորագրված ապօրինի վարկային պայմանագրից բխող չկատարած հարաբերությունների բեռը կոծկել մեր ընտանիքին պատկանող բռնազավթված բռնակարանի հաշվին։